Ինչ է կարծում, Երևանում ապրելը թանկացել է, թե էժանացել վերջին տարիներին։ Երևանում ապրել ես, ասում օրինակ համար իմ եղբայրս գյուղացական ակադեմիայում է սովորել, հիմա ամերիկյան USAID ընկերություններ եկել, իրենց մոտ ինչ-որ ճիշտ ասած մեզ օրինակ մաշտոցի անշարժույթն էին կանչել, այդ կարմիր գլխակը, որ առաջ պերաշկիներ էին պատրաստում, կարկանդակներ ոնց որ ասում են հայերեն եզով, դժվար է ասել, բայց ինչ-որ ուզում են Լոս Անջելեսի գներին հասնել, որտեղ օրինակ համար ասացին Կալիֆոռնիայում նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերն է, որտեղ ամենաէժան բնականը արժի օրինակ մեկսինականից $500 սահմանը, ոնց որ 200-250 հազար էլի մեր մոտ։ Թանկացել է, ամեն ինչը։ Թանկացել է։ Դե շատ դժվար է։ Դժվար է։ Դե ամենակնհայտը տրանսպորտը, որ թանկացել է եւ մթերքներն էլ, հագուստն էլ ամեն ինչն էլ թանկացել է վերջին շրջանում։ Չէ, շատ է թանկացել նմանավանդ համեմատելով ուրիշ երկրների հետ։ Տենց բավականի թանկ ամեն ինչ դարել։ Ջան, ես ստեղից չեմ կարող ասեմ այդքան բանը, բայց թանկացել է երևի։ Չեմ կարող ասեմ։ Ես մի շաբաթ որ ստեղը։ Բնականաբար թանկացել, ինֆլյացիայի պայմաններում անհնար է այդ։ Ոյ աման, ումել եկակ հարցրիք։ Չէ, դե вообще-то հա, թանկացել է, իհարկե, ամեն ինչ թանկացել է։ Սարսափելի է դառել։ Սարսափել է դառել, ուղղակի արդեն այս Երևանն միջին խավից ցածր մարդկանց տեղը չի։ Իսկ ինչով է դա պայմանավորված, համարում եք հիմնավորված փոփոխությունը։ Ես դժվար է ասել, այս օրինակի համար ասեմ, ինչ են թանկացնում, որտեղ օրինակի համար աշխատատեղ է ստեղծել ավելի ճիշտ է, որտեղ օրինակի համար ես ասում 15 կվարտալի մոտ հիմա Սիլիկյան թաղամասի մոտ դե դեֆենս այդ նորակառուցը համալիրներն են կառուցում ու ասեմ առանձնատները շատ կան, բայց պահանջարկն է, որ օրինակի համար աշխատատեղը, օրինակի համար ես ասեմ հիմա հակառակ իրավիճակն է ստեղծել, որ ժամանակին դե աբարանում էլ ոնց որ ասենք Ալավերդի ու Մեղրում Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկերություններն են ուզում երկաթի արդյունաբերության զբաղեն, դե իրենց մոտ հիմնականում այդ պրոցեսները կատարել աբարանի ռայոնում, բայց հիմա այնտեղ անտառածածկ տարածքներ են կառուցում ու փաստորեն նա թերությունն է, որ եթե եղևնիները շատ անում են, այսինքն ինքը խոտը ծածկը սկսում է պակասել ու այսինքն անասուն է, դե հիմնականում աբարանը այսինքն այնպես երայում է, որ այսինքն կա 10 մատուն, դե իրաց մոտ լավն է, էլի որակով է։ Ինչ իմանա, նայածով ոնց է։ Չգիտեմ, չեմ կարող ասել, ինչով է պայմանավորված։ Ինչ իմանաս ինչով է։ Փող են կල්պում։ Դե հիմնավորված է, որ լավ կլինի էլի հետագայում։ Միգուցե ինֆլյացիայով, չգիտեմ, տենց շատ լավ էկոնոմիկայից չեմ հասկանում, բայց վստահ եմ, ոնց որ չեմ կարող ասեմ, որ համարժեք կյանքի որակն է լավանում ու դրա համեմատ ոնց որ գները թանկանում են, չնայած լիքը բան իհարկե լավացել է, բայց Պատճամեն շատ են իրականում, միակողմանի չի, մի հատ չի, շատ են։ Առաջի հերթին քաղաքականությունով Հայաստանի միջազգային վիճակով, տնտեսություն չունենալով, ոչ արդյունաբերություն կա, ոչ գյուղատնտեսություն կա։ Կարող ասել ինչով է պայմանավորված, բայց դժվարացրել է ապրուստը, հատկապես թոշակառուների համար։ Թանկացնում ինչ-որ բանից տնտեսական կոլապս ենք ապրում։ Դա է, և ամբողջ հանրային հեռուստատվությամբ ինչ-որ թվեր են ասում, որը որ իրականության չի բռնում, նայում եմ, դուրս եմ գալի մտնում եմ խանութներ, իրանց ասած թվի ձևական բաներ են եսիմ, ում են խափում, ես չեմ հասկանում, էլի, վիրավորանք հետ է ինչ ուզում անեն, բայց որ ինձ խափում են, այլ է վիրավորական։ Դե չեմ կարող ասել, ես ինքս չեմ հասկանում ինչ է տակավ, երևի բյուջեն ճեղքվածքներ ունի, ըստ երևույթին լրացվում է այդ ձևով, միգուցե։